Hello everyone and welcome to this Conversations on Grung episode. Ողջույն բոլորին եւ բարի գալուստ Conversations on Grung-ի այս թողարկմանը. To our English language audience, a heads up, this interview is in Armenian. So feel free to tune out if you don't know the language. We will have an English translation of this interview in the future. Էդգար Ղազարյանի հետ այս հարցազրույցը տեսագրվել է մարտի 9-ին եւ ես ներողություն եմ խնդրում մեր ունկնդիրներից եւ պարոն Ղազարյանից հարցազրույցի հրապարակման ուշացման հանգամանքով, որը կապված էր հարցազրույցը անգլերեն թարգմանելու մեր աշխատանքի եւ երկու տարբերակները միաժամանակ թողարկելու փորձերի հետ։ Եթե ցանկանում եք կամավոր կերպով օգնել մեզ թարգմանել ապագա հարցազրույցներ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Մենք երախտապարտ կլինենք, քանի որ դա մեզ թույլ կտա ավելի շատ հարցազրույցներ պատրաստել հայալեզու հյուրերի հետ։ Բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ այս հարցազրույցի թեմայի արդիականությունը չի կորցրել իր նշանակությունը։ Մենք խոսելու ենք Հայաստանում մեդիա ոլորտի մասին։ Հարցազրույցը սկսելուց առաջ խնդրում ենք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, հավանել, կիսվել եւ մեկնաբանել այս տեսանյութը մեզ ավելի լայն լսարան ապահովելու համար։ Նախապես շնորհակալ ենք։ Մեդիան, որը հաճախ անվանում է չորրորդ իշխանություն, ժողովրդավարության հիմնաքարն է, որը ապահովում է թափանցիկություն, հաշվետվականություն եւ հանրային բանավեճ։ Ինչպես Թոմաս Ջեֆերսոնն է ասել, մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից, որը չի կարող սահմանափակվել առանց այն կորցնելու։ Փաշինյանի կառավարությունը իշխանության եկավ ժողովրդավարության խոստումներով, այսպես կոչված Թավշյա հեղափոխությամբ, որը մեծապես աջակցում էին Արևմուտքի կողմից ֆինանսավորվող այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսին է Ազատություն ռադիոկայանը։ Այնուամենայնիվ, չնայած մամուլի ազատության եւ ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ աճող փաստերի, արևմտյան դիտորդները հիմնականում աչք են փակում այս հանգամանքին։ Այս թեման քննարկելու համար մեզ միացել է Էդգար Ղազարյանը, տնտեսագետ, դիվանագետ եւ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան։ Պարոն Ղազարյան, շնորհակալություն, որ միացաք մեզ այսօր։ Ես եմ շնորհակալ։ Ցանկանում ենք մենք խոսել Հայաստանում մեդիա ոլորտի մասին, բայց մենք պետք է մի փոքր շեղվենք եւ քննարկենք ձեր դեմ վերջերս հարուցված քրեական գործը, որը սահմանափակում է ձեր ազատ խոսքի իրավունքը, այսպես ասած, եւ քանի որ խոսքի ազատությունը հենց այդ թեմաներից մեկն է, որ մենք զրուցելու ենք այսօր, իմ կարծիքով արդիական է դրա մասին խոսել։ Եթե չեմ սխալվում, դատարանը կարա ձեզ մինչև 5 տարի ազատությունից զրկի, եթե իհարկե մեղավոր ճանաչվեք, եւ վարչական հսկողություն են կիրառել ձեր խոսքը սահմանափակելու։ Կարող եք բացատրել ինչ է կատարվել եւ ինչ հանցանք է ձեր դեմ մեղադրում իրենք։ Բնականաբար ես ոչ մի հանցանք չեմ գործել, առաջադրված մեղադրանքը ես չեմ ընդունել ամբողջությամբ, եւ քննիչի, եւ դատախազի, եւ դատարանի մինչ օրս կայացված բոլոր որոշումները բողոքարկվել են առանց բացառության, եւ անկեղծ ասած այն ինչ որ կատարվել է ինձ հետ չափազանց տարօրինակ է, այն իմաստով, որ ինձ մեղադրանք է առաջադրվել 2024 թվականի հոկտեմբերին իմ հրապարակային ելույթների կապակցությամբ, որտեղ որ ես քննադատության եմ ենթարկել Սահմանադրական դատարանին 2024 թվականի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վավերացման վերաբերյալ ՍԴ որոշման կապակցությամբ։ Ընդ որում իմ հրապարակային խոսքը հնչեցվել է արդեն իսկ կայացված որոշումից հետո, այսինքն մեր սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, բողոքարկման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, այսինքն իմ արտահայտած մտքերը որևէ կերպ չէին կարող անդրադառնալ դատավորների օրինական գործունեության վրա եւ ազդել նրանց գործունեության վրա եւ այդպիսի միտում էլ բնականաբար չի եղել, այսինքն արդեն եղել է փաստացի կայացված որոշում, որը իդեպ բողոքարկել հնարավոր չի, այսինքն նրա վերաբերյալ կարելի է միայն կարծիք արտահայտել։ Եվ ես իմ կարծիքն եմ արտահայտել, իմ գնահատականներն եմ տվել։ Քրեական օրենսգիրքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է ներկայացում, կարծիք արտահայտելուն չի վերաբերում։ Դա դատավորների, դատախազների, քննիչների եւ դատավարության կոնկրետ ընթացող դատավարության մասնակիցների վերաբերյալ տեղեկությունների հրապարակմանն է վերաբերում։ Իսկ ոչ թե տեղեկություններ եմ հրապարակել նրանց անձնական կյանքի գործունեության մասին, որը նրանց կաշկանդող պիտի լիներ, ինչին վերաբերել է այդ հոդվածը։
Այլ քննադատության եմ ենթարկել արդեն իսկ կայացրած որոշումները եւ գնահատականներ եմ տվել այդ որոշման կապակցությամբ եւ ես այդ գնահատականներից հրաժարվելու որևէ տրամադրություն չունեմ, ավելին սպասվող դատավարությունների ընթացքում ես պատրաստ եմ փաստերով ապացուցել, թե որտեղից են ձևավորվել իմ այդ գնահատականները։ Բայց տեսեք, հոկտեմբերին հնչեցած իմ տեսակետների վերաբերյալ նոյեմբերին վարույթ են նախաձեռնել։ Ամբողջ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար 4 ամիս որևէ մեկը չի ասել, որ իմ գործողություններում ենթադրյալ հանցանք կա, որ պետք է ինձ կաշկանդել, սահմանափակել եւ այլն։ Մեկ էլ ինչ-որ մի անհասկանալի կոճակ է միանում, ու սկսվում է փետրվարի 20 դատական իշխանություն Facebook-յան էջը մի հատ գրառում է կատարում, մի ուրիշ դատավորի հետ կապված իմ ուրեմն նախկին գրառման կապակցությամբ, փետրվարի 21-ին ինձ հրավիրում են երեկոյան ժամը 8-ին քննչական կոմիտե, առաջադրում են մեղադրանք, գիշերը արդեն քննիչը գնում է դատարան, որպեսզի ինձ խափամամիջոց կիրառեն, դատարանը փակ է լինում, շաբաթ օրը առավոտյան դատարանից մենք տեղեկություն ենք ստանում, ժամը 3-ին արդեն դատական նիստ է, ժամը 3-ին լրացուցիչ սահմանափակման դատական նիստն է, հաջորդ օր այդ որոշումը հրապարակում են, ու ընդամենը 5 օր հետո փետրվարի 28-ին ասում են նախաքննությունը ավարտվեց։ Իսկ այդ ընթացքում մենք օգտվում ենք մեր մեղադրյալի տվյալ դեպքում իրավունքներից եւ արդեն մի քանի հատ միջնորդություններ էի ներկայացրել քննիչին եւ ես եւ ինձ պաշտպանող փաստաբանները, բայց դրանք ինչի իմ տպավորությամբ էլի արագ ավարտեցին այս նախաքննությունը իմաստով, որպեսզի զրկեն ինձ միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից եւ դրա շրջանակներում վարույթային գործողություններ կատարելու իրենց պարտավորություններից, որոնք որ հստակ կապացուցեին իմ անմեղությունը։ Ինչևէ հիմա գործը ուղարկել են դատարան, ես իդե բողոքարկել եմ նաեւ քննիչի այդ որոշումը դատախազին, սա երևի քիչ է ալնում, որ մարդուն մեղադրանքը առաջադրված, գործը ավարտված է եւ մեղադրյալը դիմում է դատախազին, ասում է չէ, համաձայն չեմ, թող մնա այդ գործը։ Բողոքարկել եմ ավարտի մասին իրենց որոշումը, որպեսզի վարույթային գործողություններ կատարեն, դա ինչից է, դա իմ ներքին վստահությունից եւ համոզմունքից է, որ ես որևէ մեղք չեմ գործել, եւ այս ամենը ընդհանրապես խոսքի սահմանափակման կլասիկ ցուցանիշ է, որում ոչ միայն իմ խոսքի, այլ նաեւ առհասարակ խոսքի, որովհետեւ սրանով այս ամեն ինչը հանրայնացնելով նաեւ զգուշացնում են հասարակության բոլոր սուբյեկտներին, որ որևէ մեկը իրեն ազատ չզգա որևէ տեսակետ արտահայտելու հարցում, հակառակ դեպքում այն նույն մեղադրանքը, որ ինձ է ներկայացված, կարող է վերաբերելի լինել ցանկացած այլ քաղաքացու, ցանկացած այլ գործի։ Միգուցե մեր լսարանի մի մասը տեղյակ չունի այդքան մանրամասն Հայաստանում ինչ է կատարվում, ձեր խոսքի սահմանափակումը դատական միջոցով դա եզակի դեպք է ձեր հետ, թե հաճախ է կիրառվում այլ քաղաքական գործիչների։ Ես կարծում եմ, որ այն ինչ որ իմ պարագայում է կիրառվել, դա աննախադեպ է։ Նախ ասեմ, որ ես հարցում եմ ուղարկել նաև դատական դեպարտամենտ, որպեսզի տան տեղեկություն վերջին տարիներին առհասարակ այն հոդվածով, որով ինձ մեղադրանք առաջադրվել, որևէ մեկը Հայաստանում մեղադրվել է, թե չէ, այսինքն այդ հոդվածի իրավական կիրառության մասին հարցում եմ արել, այսինքն ընդհանրապես այդ հոդվածով երբևէ դատված մարդ եղել է, թե չէ։ Տպավորությունն եմ, որ չի եղել։ Ու դա դրանից չի, որ որևէ մեկը քննադատական խոսք որևէ դատավորի կամ դատախազի հասցեին չի հնչեցրել։ Պարզապես այս հոդվածը կիրառում են կոնկրետ իմ դեմ ինձ լռեցնելու եւ իմ խոսքը սահմանափակելու համար։ Իսկ ինչ վերաբերում այն սահմանափակումներին, որ դատարանը դրել է, ինչի ենք մենք բողոքարկել, որովհետեւ մեծ անորոշություն է պարունակում եւ սուբյեկտների իմաստով, թե ում կարողված լինի իմ խոսքը, եւ խոսքի բովանդակության իմաստով։ Նայեք, դատարանն ասում է, որ ես իրավունք չունեմ դատավորների, դատախազների, քննիչների, վարույթն իրականացնող մարմնի, փաստաբանի, ներկայացուցիչների, փորձագետների, հարկադիր կատարողների, նրանց ընտանիքի անդամների, նրանց խնամակալության տակ գտնվող անձանց վերաբերյալ որևէ տեղեկություններ ասեմ կամ կարծիք։ Դուք պատկերացնում եք խոսքը քանի տասնյակ հազար մարդու է վերաբերում։
Ընդ որում մեր փաստաբաններից մեկը դատավարության ընթացքում կոնկրետ որոշակիացման համար հարց է հաղում քննիչին։ Ասում է, այդ պահին Բաքվի դատարանում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ հայ ռազմագերիների դատավարությունը։ Էդգար Ղազարյանի սահմանափակումները տարածվում են արդյոք նաև Ադրբեջանի դատավորների, դատախազների, քննիչների վրա, թե դրանք վերաբերել միայն Հայաստանի դատավորներին, դատախազներին։ Ու մեզ հստակ պատասխան չի տվում, որ դա միայն Հայաստանին է վերաբերում։ Այսինքն ստացվում է, որ հիմա եթե ես քննադատական խոսք հնչեցնեմ Ռուբեն Վարդանյանին դատող Ադրբեջանի դատավորի հասցեին, Հայաստանում կարող է ինձ կալանավորեն դրա համար։ Այսինքն այդ աստիճան անորոշությունն ու լայն սպեկտր են, նաև չեն հստակեցնում, թե ինչ բան է քննադատական խոսք, արատավոր տեղեկություններ, այսինքն ոչ միայն բառեր, հասկացություններ, այլ նույնիսկ թեմաներ չեն ասում, թե որոնք են այն ուրեմն խոսույթը, որը ինձ պետքա սահմանափակում մտցնի։ Այսինքն իմ ցանկացած արտահայտություն, ցանկացած խոսք կարող է իրանք վերագրեն իրանց տեսանկյունից մեկնաբանություն տան եւ դա առիթ հանդիսացնեն ինձ խափանման միջոցը առավել խստացնելու կամ կալանավորելու համար։ Տենց ես որ ուսանող էի, ոստիկանական ակադեմիայում ինձ հետ նույն ժամանակաշրջանում սովորող ուսանողներ կային, ես տնտեսագիտականում էի սովորում, իրանք ոստիկանական, միասին վայքից ավտոբուսով գալիս են Երևան, իրենք իրար մեջ հարցեր են տալի պետական քննությունից առաջ, մեկը մյուսին հարցնում, ասում է, ինչ բան է հանցագործություն, նա էլ պատասխանում է տեսկատակով, ասում է, անտեր մարդու ցանկացած արար կոչվում է հանցագործություն։ Հիմա ասենք, թե ինձ ավելավեհ իմ ցանկացած խոսք, եթե իրենց համար իրենց ականջին հաճելի չի, կարող են համարել որպես հանցագործություն եւ դրա համար ինձ սահմանափակումների ավելի խիստ պատժում։ Որոշման մեջ առատավոր որակումն է տրված, հա, առատավոր տեղեկություն է։ հա։ Բայց ասենք այն ինչ որ ես եմ ասել, իմ քննադատությունը, դա առատավոր տեղեկություն չի, օրինակ իմ քննադատական խոսքի մեջ եղել է այն ժամանակվա, ես հիմա դա չեմ կարող ասել որպես հիմիկվա ֆակտորեն տեսակետ, այն ինչ որ ժամանակին ասել եմ, կապված ասենք սահմանադրական դատանի որոշ դատավորների պաշտոնավարման օրինականության հետ։ Բայց ես այսինքն դա ոչ թե առատավոր տեղեկություն է, որ ասում ես մարդը ոչ լեգիտիմ է ենթադրենք պաշտոնավարում։ Այլ դա կարծիք է, որում կարծիք, որը ես ունեմ փաստերով հիմնավորված։ Եվ հիմա դատական նիստի ընթացքում այնտեղ արդեն իմ խոսքը չեն կարա սահմանափակեն, որովհետև դատական նիստում ես իմ իրավունքները ամբողջությամբ պետքա պաշտպանելու հնարավորություն ունենամ ցանկացած փաստեր ներկայացնելով։ Եվ այդ դատարանում հիմիկ բանից արդեն պատրաստել եմ, որ տեսնեք հիմա իմ աշխատասենյակը լիքն է բազմաթիվ դերով։ Ես հիմա նախապատրաստում եմ այդ դատական նիստին կոնկրետ փաստերով ներկայացնելու իմ ամեն մի թեզը, ամեն մի քննադատական խոսքը, որ ես հնչեցրել եմ, առարկայական փաստերով, ամսաթվերով, օրենքի համապատասխան հոդվածների մեկնաբանություններով։ Եվ ես լուրջ ակնկալիքներ ունեմ, որ այս դատական գործը առիթ պետք է հանդիսանա քրեական օրենսգրքի այլ հոդվածներով բազմաթիվ նոր նախաձեռնությունների, նոր վարույթների համար, որոնցով պատժի, իրավական պատժի եւ իրավական գնահատականի կարժանանան լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե ես։ Ես իմ ազնվությանը եւ անկեղծությանը չեմ կասկածում, ես իմ մեղքը չեմ ընդունել եւ վստահ եմ, որ ինձ եւ մեր պաշտպանական թիմին հաջողվել է ոչ միայն ապացուցել իմ անմեղությունը, այլ նաեւ ապացուցել իմ խոսքի այն իրավազորությունը, որը միգուցե մեղավորությունը պարունակում այլ մարդկանց համար։ Իդեպ ասեմ, որ այդ նույն հոդվածով մեր փաստաբաններից, պաշտպաններից Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել, որ այդ քրեական վարույթում որպես մեղադրյալ ներգրավեն Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արուսյակ Ջուլակյանը, ԿՊ-ից պատգամավորներ, որոնք մասնավորապես 2019-2020 թվականներին առատավոր տեղեկություններ, վիրավորանքներ են հնչեցրել Սահմանադրական դատանի նախագահ Հրայր Թովմասյանի, Սահմանադրական դատանի դատավորների, Սահմանադրական դատանի լեգիտիմության, այդ կազմի լեգիտիմության, այդ մարմնի լեգիտիմության վերաբերյալ, եւ այդ ցանկը սպառիչ չէ, այսինքն ես վստահ եմ, որ մենք միջնորդություններով դեռ նոր սուբյեկտների կփորձենք ներգրավել այս գործի մեջ մեղադրյալի կարգավիճակում։ Լավ, անցնենք մեր բուն թեմային։ Նախապատրաստվելիս ես փորձեցի տեսնել, ասենք, միջազգային կազմակերպությունները Հայաստանում
ազատության մասին ինչ են գրում, հատկապես նայեցի RSF Press Freedom Index կա այդպիսին եւ Freedom House-ի Freedom Undernet Index-ը Հայաստանը RSF-ի դեպքում 43-րդ հորիզոնականն է գրավում, որը ինչքան ասենք ցածր է, այդքան լավ է թիվը եւ իհարկե նույնն էլ Freedom House-ի 74-րդ բավականին, ասենց ասեմ, տարածաշրջանում ավելի բարվոք վիճակ է, քան թե այլ երկրների հետ կապված։ Բայց ձեր թեմատիկ զրույցի ժամանակ հայտնի որտեղ որ դուք քննադատում եք Հայաստանում մեդիա ոլորտի դեմ սահմանափակումները, դուք իմ կարծիքով համաձայն չէիք այս տեսանկյունի հետ կապված եւ ուզում եմ մի հատ հասկանալ ինչի համաձայն չեք այս հիմնականում արևմտյան կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գնահատականի հետ, որ Հայաստանում մեդիան քիչ թե շատ բարվոք վիճակում է։ Իհարկե կարանք ավելի մանրամասների մեջ մտնենք, բայց ինչ կարծիք եք ընդհանուր, ասենք այս արևմտյան կողմից գնահատման հետ։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ դուք ոնց որ թե ներկայացրեցիք միայն մամուլի ազատության բաղադրիչը Freedom House-ի, բայց ընդհանուր ազատության ինդեքսը Հայաստանի 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո չի փոխվել։ Այսինքն ինչպես մինչև 18 թիվն էր Հայաստանը համարվում մասամբ ազատ երկիր, նույն կերպ հիմա, այսինքն նաև 2024 թվականի դրությամբ Հայաստանը եւս մնացել է մասամբ ազատ երկրների ցանկում, այսինքն այդ իմաստով ժողովրդավարական ընդհանուր բարեփոխումների արդյունքները էական փոփոխություններ մեր հանրային կյանքում չեն մտցրել եւ Հայաստանը ազատ երկիր չի դարձել։ Իսկ ինչ վերաբերվում է առանձին մամուլի ազատության վերաբերյալ ուսումնասիրություններին, ես անկեղծ ասած վստահում եմ մի կողմից Freedom House-ի հեղինակությանը, որովհետև դա ճանաչված է եւ ընդունված է ամբողջ աշխարհում, բայց անկեղծ ասած չգիտեմ, արդյոք մեր գործընկերները ողջ սպեկտրն են կարողացել ուսումնասիրել եւ գնահատականներ տալ։ Իմ գնահատականները, իմ ուսումնասիրությունները այդ ոլորտում, ինչպես մնացած դեպքերում, ես փորձում եմ կառուցել բացառապես փաստերի վրա։ Հիմա զանգվածային լրատվության առումով ես կարծում եմ, որ պետք է որոշակի դասակարգումներ մտցնել եւ ավելի օբյեկտիվ պատկեր կստանանք առանձին ուղղություններով։ Ըստ հանրային կյանքի վրա լրատվամիջոցների ունեցած ազդեցության նաեւ տեսանկյունից։ Չնայած Հայաստանում ինտերնետի տարածվածությանը, ինտերնետի զարգացմանը, այդ թվում նաեւ YouTube-ով, տարբեր հեռուստաալիքների, տարբեր լրատվամիջոցների գոյությանը, այնուամենայնիվ հասարակական կարծիքի վրա շարունակում է ամենամեծ ներգործությունը թողնել հանրային հեռուստատեսությունը։ Դրա պատճառը այն է, որ դա պետական բյուջեի միջոցներով պետությունը միջոցներ է ձեռնարկում, որ դա առանց մրցույթի սփռվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում եւ ցանկացած հեռուստացույց Հայաստանում առաջինը որսում է հանրային հեռուստաընկերության ալիքը եւ դա հանդիսանում է հիմնական տեղեկատվության եւ ավանդույթներ կան, որ մարդիկ նախընտրում են տեղեկատվություն ստանալ այդ աղբյուրից։ Եվ իսկ հանրային հեռուստաընկերությունը Հայաստանում հիմա ղեկավարվում է բացառապես քաղաքական մոտեցումներով եւ մոտիվացիայով եւ իշխող քաղաքական ուժի ազդեցությունը դրա վրա չափազանց մեծ է։ Ես հիմա մի տենց հետաքրքիր նախագիծ ենք անում Antifake-ի հետ, Ղազարյան versus Ղազարյան, այդ Պետրոս Ղազարյանի հյուրերի այլընտրանքային մշակում եւ դրա մեջ կա լուրջ կոնտենտ, այսինքն մենք նրանց բոլոր թեզերն ենք փորձում դրանով ջախջախել եւ նաեւ մատուցում ենք ավելի պարզ, մատչելի, երբեմն նաեւ հումորային սարկազմով եւ այլն։ Ուրեմն այդ առիթը հանդիսացել, որ ես առավել մեծ ուշադրություն դարձնեմ այդ հաղորդմանը, որը իդեպ ասեմ հարցազրույցների ձևաչափով ամենաբարձր դիտարժանություն ունեցող, որտեղ հմեկի հաղորդումը։ Երևի 90% հյուրերի իշխանական ներկայացուցիչներ են ու պարբերաբար կրկնվող, այսինքն պարբերաբար այնտեղ հայտնվում ենթադրենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պարբերաբար դրա հյուրն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ այդ խմբակցության պատգամավոր Վահագ Ալեքսանյանը, իշխանական խմբակցության պատգամավորներ, նախարարներ, ընդդիմադիր գործիչներ գրեթե չեն հրավիրվում։
Կամ եթե հրավիրվում են, նրանք չեն ուզում գնալ այդ ձևաչափով Պետրոս Ղազյանին հարցազրույցներ տալու։ Այսինքն ինքը հանրային հեռուստաընկերությունը դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության լրատվամիջոց չի։ Օրինակ մեր հանրային դաշտում կա մի այլ լրատվամիջոց, որը կոչվում է Civic.am։ Բոլորը գիտեն, ընկալում են, որ դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության լրատվամիջոցն է, կամ ենթադրենք Հայկական ժամանակ օրաթերթը, որի գլխավոր խմբագիրը վարչապետի զուգընկերուհին է, ում հետ նա ապրում է միասին քաղաքացիական ամուսնությամբ։ Աննա Հակոբյանը։ Նա է խմբագիրը Հայկական ժամանակ օրաթերթի, իսկ նրանից առաջ խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը, մինչև պատգամավոր ընտրվել է ազգային ժողովի։ Հիմա ասենք այդ հարթակում իրենք ցանկացած ձևով կարող են միայն իրենց կուսակցության ներկայացուցիչներին առավել շատ հարթակ տրամադրել խոստրա, բայց Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը կոչված է հանրային ձայնը լսելի դարձնելու, տարբեր կարծիքներ լսելի դարձնելու համար, ոչ միայն իշխանական։ Եվ ահա տեսեք, թե ովքեր են ղեկավարում հանրային հեռարձակողի խորհուրդը։ Նախագահն է Արա Շինինյան, որը ուրեմն նշանակվել է այդ պաշտոնում 2019 թվականին։ Խորհրդի անդամներն են Վահագ Թևոսյանը, որը աշխատել է օրագիր, այնուհետև Հայկական ժամանակ օրաթերթում որպես լրագրող, ապա խմբագիր։ Նրա կինն էլ ուրեմն այդ Վահագ Թևոսյանը նաև Աննա Հակոբյանի կողմից հիմնադրած եւ հիմա ղեկավարվող Իմ քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը, անփոփոխ այդ հիմնադրամի ձևավորման պահին։ Կինն էլ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի, եթե չեմ սխալվում, բաժնի ղեկավարն է։ Իսկ ակնհայտ իշխանական վերահսկողություն ընտանեկան կապերով, երբ որ ենթադրվում է, որ հանրային հեռուստաընկերությունը պետք է մրցույթային հիմունքներով ձևավորվեր նրա ղեկավար մարմինը բացառապես պրոֆեսիոնալ գործիչներից, անկախ իրենց հայացքներից եւ այլն, չէ՞, որովհետեւ դա նորից եմ ասում, իշխանական լրատվամիջոց չի, դա հանրային լրատվամիջոց է։ Իսկ այդ խորհրդի դերը իրանք ինչ գործառույթ ունեն, ինչ Իրանք ամենագլխավոր խնդիրն են լուծում, իրանք են որոշում ինչ հաղորդումներ պիտի հեռարձակվեն, ծրագրերն են հասած, իսկ փաստացի ընդհանուր գաղափարական ղեկավարում այդ խորհուրդն է իրականացնում։ Արամ Սուքյասյանը, որը ուրեմն եղել է Երևանի քաղաքապետի խորհրդական քաղաքապետի տեղակալ 11-18 թվականներին, հետո կա Վասակ Դարփինյան, որը աշխատել է 10-ից 11 թվականներին եւ 16-ից 21 թվականներին Հայկական ժամանակ օրաթերթում որպես սրբագրիչ, նույն իրանց օրաթերթում, եւ հետո նշանակվել է այդ խորհրդի անդամ։ Ուրեմն Վարուժան Օլքինյան, Թոշակառու է 76 տարեկան, 13 թվականից չի աշխատել, 21 թվականին նշանակվել է այդ խորհրդի կազմում։ Արփի Ոսկանյան, որը նույնպես տարբեր լրատվամիջոցների հետ համագործակցի, այդ թվում Հայկական ժամանակ օրաթերթի։ Հիմա տեսեք, կա նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով, սա այն մարմինն է, որը որոշում է, թե հանրային մուլտիպլեքսում այլ մասնավոր հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերություններին այդ հաճախականությունների տրամադրման մրցույթներն է անում եւ ապահովում է համապատասխան հեռարձակման իրավունք լիցենզիաներն է տալի եւ այլն։ Դա ղեկավարում է Տիգրան Հակոբյանը, որ եղել է Հայք շաբաթարթերթի գլխավոր խմբագիր, տարբեր պաշտոններ է զբաղեցրել, նախկինում դատվածություն ունի, ես նայել եմ այդ բանում, մասնավոր ընկերությունում աշխատել եւ այնտեղ ինչ-որ գործի հետ կապված մեղավոր է ճանաչվել։ Ուրեմն եւ մաքուր այս իշխանությունների շահերը սպասարկող, նույնիսկ հանրային հեռուստաընկերության մի պահ Պետրոս Ղազարյանի հետ նաեւ ոդքասթ էր վարում ինքը, այսինքն ինքը չնայած այդ պաշտոնն է զբաղեցնում, բայց հանրային իշխանական քարոզչական լրագրող Պետրոս Ղազարյանի հետ նաեւ ոդքասթներ էր վարում, առանձին հաղորդում էր։ Եվ այդ հանձնաժողովն է, որը որ օրինակ ըստ էության եթերազրկել է մասնավոր հեռուստաընկերությունների, որոնք շատ որակյալ կոնտենտ էին տալիս, շատ մեծ հեղինակություն էին, տասնամյակներով անկախությունից ի վեր գործող, ինչպիսին են Հայկական երկրորդ հեռուստաալիքը կամ Երկիր մեդիա հեռուստաալիքը։ Նրանք ուրեմն զրկվել են հեռուստատեսային եթերի հնարավորությունից եւ հիմա եթերում են միայն YouTube-յան տիրույթում եւ մասնավոր կաբելային կամ այս թվային հեռարձակման տիրույթներով, ասենք Ռոստելեկոմ եւ այլն
ընդհանուր հանրային մուլտիպլեքսից նրանք դուրս են մնացել այդ հանձնաժողովի որոշման արդյունքում։ Հիշում եք, ասենք, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը մեր իրականության մեջ ընդամենը մեկ տենց դեպք էր եղել, շատ աղմկահարույց, որը հասել էր մինչև մարդու իրավունքների եվրոպական դատարան, մինչև հիմա դրա մասին խոսում են, խոսքը Ամեկ+ հեռուստաընկերությանը եթերից զրկելու մասին էր։ Բայց ասենք, այս մեր իրականության մեջ երկու հեղինակավոր հեռուստաընկերություն, ասենք, Երկիր մեդիան եւ Հայկական երկրորդ հեռուստաալիքը, նրանք շատ վաղուց են գործում, սեփական արտադրանքով, սեփական տեխնիկայով, պրոֆեսիոնալ անձնակազմով։ Միայն այն պատճառով, որ Երկիր մեդիան կապվում ավելի շատ հայ-հեղափոխական դաշնակցության հետ, իրենք էին դա ժամանակին հիմնադրել այդ հեռուստաընկերությունը, իսկ Հայկական երկրորդ հեռուստաալիքի սեփականատերը Սամվել Մայրապետյանն է, գործարար, որը այլ քրեական գործերով հետապնդումների է ենթարկվում այս իշխանությունների կողմից, եւ այդ հետապնդումների թիրախում հայտնվել է նաեւ այն հեռուստաընկերությունը, որը ինքը հիմնադրել է։ Իսկ այն բացառապես սուբյեկտիվ եւ քաղաքական պատճառներով ստեցան ընդդիմադիր հիմնականում կոնտենտ գեներացնող, բայց լրատվական առումով հավասար լրատվություն տրամադրող, շատ զուսպ մի երկուսն էլ իմիջայլով նրանք եթերազրկվել են։ Այս հանձնաժողովն այդ որոշումը կայացրել։ Դրա մեջ է նաեւ արձակագիր Հակոբ Հակոբյանը, Հակոբ Մովսես, որը նաև մշակույթի նախարարն է եղել Հայաստանում 91-96 թվականներին, եւ հիմա պրոիշխանական ակնհայտ թեզեր է պահում, հարցազրույցներ է տալի հանրային հեռուստաընկերությունում այս իշխանությունների քաղաքականությունը պաշտպանող ոչ միայն հեռուստատեսության եւ ռադիոյի իր իրավասությունների ոլորտում, այլ նաև նույնիսկ աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ, հայ-թուրքական գործընթացների, քաղաքական պրոցեսների վերաբերյալ։ Գոհար Մամիկոնյան, էլի քաղաքական նշանակում է, եղել է կրթության նախարարության աշխատող 18-ից հետո նախարարությունում պաշտոն է զբաղացրել եւ նշանակվել է անդե։ Արթուր Մանուկյան, սա եղել է ՔՊ-ից պատգամավոր է եղել 19-21 թվականներին, 18-ից 19-ին էլի հեղափոխությունից հետո Երևան համայնքի ավականու անդամ եւ իրենց խմբակցության պատգամավորին տարել նշանակել են այդ ուրեմն հանձնաժողովի կազմ։ Ակնհայտ է, որ իրենք դրանով քաղաքական վերահսկողության տակ են պահում ողջ հանրային լրատվական տիրույթը։ Դրա հետ միասին նաև կա, եթե նայում ենք, ասենք գալիս ենք մասնավոր դաշտ, իրավապահ մարմինների ներգործություն ազատ խոսքի նկատմամբ։ Նախ ասեմ ձեզ, որ այս իշխանության օրոք քրեական օրենսգրքում մի հատ հոդված սահմանվեց, որը հետո հանվեց, այսինքն իրենք սահմանեցին, իրենք էլ հանեցին։ Ինձ այդ հոդվածով էլ են փորձել մեղադրանք առաջադրել մի քանի անգամ, չի ստացվել, կոչվում էր 137.1 հոդված, որը նախատեսում էր պետական պաշտոնյաներին վիրավորելու համար քրեական պատասխանատվություն։ Եվ եթե որևէ մեկը, տեսեք ասում ենք, չէ՞, օրինակ Freedom House-ն չի, եթե ինչ-որ իմաստով դրական գնահատել, դա ինտերնետի հասանելիությունն է, YouTube-ի ազատությունն է։ Օրինակ հիմա դուք կարող եք այս ինձ նկարել, չէ՞, սա մեր այսօրվա զրույցը որևէ մեկը չի պարտադրել, չի պատվիրել, չի վերահսկվում։ Այսինքն դուք նախաձեռնել եք, ես տվել եմ իմ համաձայնությունը, դուք տեխնիկապես այն տեսագրում եք եւ հեռարձակում եք ձեր հաշիվների վրա, եւ դա հասանելի է անելու, ցանկացած մարդ նայելու, այսինքն այդ իմաստով ինքը ազատ է։ Հետեւաբար ցանկացած փորձագետ, եթե մեր այս հարցազրույցը գնահատի, կգնահատի իբրև խոսքի ազատության դրսևորման տիրույթ, որպես չի վերահսկում, չէ՞, այսինքն դուք այդ կոնտենտը որևէ մեկի չեք համաձայնեցնելու հրապարակելուց առաջ, դա ազատ է։ Բայց սա ազատ են թողել, ոչ թե մարդիկ, որպեսզի ազատ խոսք ասեն, այլ որ մարդկանց պատասխանատվության ենթարկեն, այսինքն թողնում են մարդիկ խոսեն, հետո տանում են ասում են, այդ դու այսինչ հաղորդմանը տված հարցազրույցում վիրավորել ես վարչապետին, հետեւաբար քեզ մեղադրանք առաջադրում 137.1 հոդվածով։ Ես ինչի եմ սա ասում, որովհետեւ այդ հոդվածով միայն վարչապետին վիրավորելու համար հարուցվել էր, եթե չեմ սխալվում, մոտավորապես 800 քրեական գործեր։ Միայն վարչապետին վիրավորելու համար, այլ գործիչների պարագայում ում որ վիրավորում են ինչ, ոնց որ իրավապահները ընդհանուր չէին տալի։ Ընդ որում այդ 800-ից ոչ մի դեպքում վարչապետը չէր դիմել իրավապահներին, ասել ինձ վիրավորել են, խնդրում եմ նախաձեռնեք վարույթ։ Ինքը իր համար այդ օրենքը ընդունել են, ինքը իր համար իր գործով զբաղվում, իրավապահները նստած նայում են այսպես կոչված ազատ YouTube-ը,
Եվ ցանկացած մարդու խոսք որսում են, քրեական մեղադրանք առաջադրում, տանում դատելու։ Պարոն Ղազարյան, քիչ առաջ խոսում եք դուք այդ վիրավորումի օրենքի մասին, հատկապես իշխան պաշտոնյաների, եթե չեմ սխալվում, եւ այդ օրենքը հանվեց եւ իմ կարծիքով եթե չհանվեր, չեղարկվեր, այնտեղ Հայաստանի ռեյտինգը միջազգային շատ ավելի շատ կընկներ, քան Դա հիմնականում եղել են որոնք ոչ թե իշխանությունների ցանկությամբ, որ իրանք են գիտակցել, որ պետք է հեռացնել, այլ հենց ձեր ասած միջազգային ճնշման ներքո։ Բայց հետո ինչ եղավ։ Դա դարձրեցին որպես քաղաքացիական իրավական խնդիր վիրավորանքը, այսինքն քրեականացումը հանեցին։ Ու սկսվեց իշխանության ներկայացուցիչների կողմից քաղաքացիական հայցերի տեղատարափ ընդդիմադիր գործիչների նկատմամբ վիրավորանքի եւ զտպարտության մասով, որում թիրախավորվել եմ նաեւ ես, ու դրա հիմնական առաջամարտիկը ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որը որ ես մի օր մի ուսումնասիրություն դրա վրա էի արել, դատալեքսը նայելով, կարծեմ 28 հայցեր է ներկայացրել, 28 վերջին մի քանի տարիների ընթացքում, und որում հիմնականում ներկայացրել է լրատվամիջոցների դեմ, լրագրողների դեմ եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Այսինքն եթե իրեն ինչ-որ մի ուրիշ մարդ է վիրավորում կամ նույնիսկ իր նախկին թիմակից կամ ինչ-որ մի բան ասում, ինքը դա անտեսում է։ Բայց եթե ասենք դա մի հեղինակավոր լրատվամիջոց է, ասենք օրինակ իրավունք շաբաթաթերթը կամ ժողովուրդ օրաթերթը կամ հայելի ակումբը եւ այլն, կամ ճանաչված գործիչներ են, այդ թվում ես, իմ դեմ երկու քաղաքացիական հայց է ներկայացրել։ Ալեն Սիմոնյանը մեծ գումարներ պահանջելով, այսինքն սա էլ է խոսքը լրացնելու մի ձև է, երբ որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային որոշում ունի, որի հիման վրա նաև Հայաստանի վճռաբեկ դատարանն է որոշում կայացրել, որ ասում է պաշտոնյաների բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարագայում վիրավորանքի եւ զրպարտության ընկալման շրջանակը պետք է շատ ավելի լայն լինի, քան այլ մարդկանց պարագայում, որպեսզի դա չսահմանափակի մարդկանց քննադատելու, ազատ կարծիք արտահայտելու իրավունքը։ Այսինքն հիմա եթե դուք որևէ պաշտոն չեք զբաղեցնում, չէ, որևէ մեկը եթե դա ձեզ որևէ վիրավորանք հնչեցնի հրապարակային կամ զրպարտի, դուք ավելի շուտ պետքա դրան ռեակցիա տաք, եթե ցանկանում եք դիմեք դատարան, քան եթե դուք լինեիք ազգային ժողովի նախագահ, որովհետև եթե դուք հանրային բարձր պաշտոն եք զբաղեցնում, մշտապես գտնվում եք հանրության ուշադրության կենտրոնում, մշտապես ձեր մասին ավելի շատ են խոսում օբյեկտիվորեն, քան այլ գործիչների, ուրեմն այդ խոսքի մեջ կարող են լինել եւ հանիրավի միգուցե գովեստիկի խոսքեր, որոնց դուք արժանի չեք, բայց մարդիկ կարող է ձեզ գովեն, փառաբանեն, չէ՞։ Կարող է լինել նաեւ վիրավորանքներ, միգուցե նաեւ հանիրավի։ Եվ դու չպետք է դրան անմիջապես արձագանքես դատական ճնշումների միջոցով, առավել ևս, երբ որ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության աստիճանը շատ մեծ չի մեր հասարակության մեջ, չէ՞։ Մենք ունենք դեպք, երբ որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրաժարական է ներկայացրել վարչապետի WhatsApp հաղորդագրությունը ստանալուց հետո եւ երկու կողմից ընդունել են, որ այդպես բան տեղի ունեցել է։ Ինչը նշանակում է, որ դատական իշխանության, քաղաքական իշխանության հետ կապվածության ռիսկերը բավականին նկատելի են։ Եվ այդ պարագայում, երբ որ դու քաղաքացիական հայցեր ես ներկայացնում, շահում ես այդ հայցերը, դա էլ խոսքի ազատության սահմանափակման ուղիղ գործիք է դիտարկում եւ դրսեւորում։ Այսինքն, ապա քաղաքականացնելուց հետո անցել են տնտեսական, ֆինանսական պատժամիջոցների ձևով խոսքը լրացնելու գործիքակազմին։ Իդեպ պատժամիջոցների շեմն էլ բարձրացրել են, չէ՞, եթե չեմ սխալվում այս ընթացքում։ Այո, գումարների չափը, օրինակ Ալեն Սիմոնյանը ինձնից վերջին հայցը, որ ներկայացել էր, իր ներկայացրած հայցադիմը, պահանջում էր 3 միլիոն դրամ, պլյուս դատական ծախսեր, տուրքեր եւ այլն։ Իսկ այն դեպքում, երբ որ ինքը շատ լավ գիտի, որովհետեւ ես ազգային ժողով փաստաթղթեր էի ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար, որ ես ոչ միտեղ չեմ աշխատում, որում իրենց իշխանության պատճառով, ունեմ 4 երեխա, որոնցից 2-ը անչափահաս են, կինս չի աշխատում, այսինքն օրենքն էլ ասում է, որ ֆինանսական բաղադրիչ, առավել եւս եթե չի հիմնավորվում, թե դու իրան կոնկրետ ինչ վնաս ես պատճառ, այսինքն
ապակին չես ջարդել, էլի որ ասես ապակին արժի ընդհանրենք 15000 դրամ հետի պիտի։ Որ բարոյական փոխհատուցման գումար է, չէ՞, այդ դա եթե առավել եւս չափելի չի, ասма ոչ մի պարագայում դա չպետք է պատճառ հանդիսանա մարդու նյութական վիճակը ծանրացնելու համար, այսինքն այնքան գումար պիտի դու ուզես կամ դատարանը բավարարի, որը վճարողի ֆինանսական դրությունը դրանից նույնիսկ չփոխվի։ Պարզապես ուզում եմ ընդգծել, որ այդ օրենքը իրանք չեղարկեցին քրեական, բայց քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ իրանք կատարեցին եւ եթե չեմ սխալվում, երկու անգամ, միգուցե սխալվում եմ, բայց իրանք իշխանություն գալուց հետո իրանք երկու անգամ բարձրացրել են այդ մաքսիմում պատժամիջոցը վճարը, էլի որ կարելի է պահանջել վիրավորանքի համար։ Այո, ընդ որում դա նաեւ ոչ միայն սահմանել են, այլ նաև ակտիվ կիրառում են եւ հիմա կայացում են դատարանում որոշումներ, որոնցով պարտավորեցնում են տարբեր գործիչների, ասենք Ալեն Սիմոնյանին, Սուրեն Պապիկյանին, ոչ միայն ներողություն խնդրել, նա կարող են, չէ, բավարարվել միայն ներողություն խնդրելու պահանջով, բայց իրենք դա օգտագործում են նաև օրենքով սահմանված գրեթե առավելագույն չափով գումար ուզելով մարդկանցից, ընդ որում այն մարդկանցից, որոնք որ գիտեն, որ ֆինանսապես ի վիճակի չեն դա վճարելու, այսինքն եթե հիմա ես դատանի որոշումը չբողոքարկեմ վերջինը, ընդհանուր գումարը, որ ինձ դատանը պարտավորեցրել է, որ ես վճարեմ Ալեն Սիմոնյանին, 1 միլիոն դրամը գերազանցում է։ Այն դեպքում, երբ որ ես աշխատանք չունեմ, ունեմ անչափահաս երեխաներ, ունեմ բազմազավակ ընտանիք, այսինքն դատանի նույնիսկ չի հետաքրքրել, թե այդ գումարները որտեղից պետք է հայթայթեն, որ վճարեմ, այսինքն պետք է գնամ վարկ վերցնեմ, սեփական տներս պիտի վաճառեմ, տանեմ փողը տամ, հասկանում եք։ Իսկ օրենքը կիրառելու իմաստով, ասում որ դա ոչ մի պարագայում է։ Իսկ դա ինչի համար է, որ լրացնեն նաև զգուշացնեն մյուսներին, ասեն Ալեն Սիմոնյանը չի կարելի իրեն որևէ ձևով վիրավորել, ընդ որում բանը, էլի, շատ հետաքրքիր այդտեղ համընկնում կա, որովհետև երկրորդ հայցը, որ ինձ ներկայացրել է, դա իմ կողմից հեղինակած Ոսկեհորդը փաստավավերագրական ֆիլմին է վերաբերում, որտեղ այնտեղ ասում եմ վերնագիրը կարող լիներ տխմարը, բայց չեմ ընտրել տխմարը, դրել եմ Ոսկեհորդը։ Հիմա այս մի տարի դատարանին չկարողացա եւ իր ներկայացուցին համոզել, որ Ալեն Սիմոնյանը տխմար չի։ Եվ այդ խոսքը իրան չի վերաբերում, իրենք ավելի համերաշխ են Ոսկեհորդի հետ, որտեղ Ոսկեհորդ վերնագրի ընտրությունը իրանք համարում են իրանց վերաբերելի եւ ոչ վիրավորական։ Իսկ Հնդկաստանում, ասենք օրինակ, հորթերի նկատմամբ կա պաշտամունքի վերաբերմունք, չէ՞, այսինքն իրենց ընկալումներում, ես իհարկե այդ կարծիքը չեմ կիսում, իրենց ընկալումներում տենց է ստացվում, իրան տեսակետների, որ Ալեն Սիմոնյանը, մենք հիմա ապրում ենք Հնդկաստանում եւ որտեղ ինքը վերջերս եղել էր փղի վրա նստած եւ ինքը այնտեղ դիրքավորված է Ոսկեհորդի կարգավիճակում, որին ոչ մի կերպ չի կարելի քննադատել։ Հակառակ դեպքում ինքը կդիմի դատարան եւ մեծ տուգանքներով կլրացնի իր հանդեպ ցանկացած քննադատական խոսք։ Իդեպ ասեմ, որ մամուլի ազատ մամուլի, մասնավոր մամուլի նկատմամբ նաև այլ միջոցներ են եղել ընթացքում։ Օրինակ, քրեական հետապնդումների է ենթարկել մինչև հիմա չհանգուցալուծված քրեական վարույթ կա ազգային անվտանգություն կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի դեմ, որը փաստացի ղեկավարում է նաև Live News լրատվական կայքը։ Նորից այնտեղ են որում խոսքի իր եթերում հնչեցած խոսքին վերաբերող մեղադրանք է, այսինքն ոչ թե այլ գործունեության, այլ բացառապես խոսքին վերաբերող մեղադրանք։ 2019 թվականի հունվարի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացել է HiNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղազարյանը, ով նաև կուսակցության փոխնախագահ է, մինչ այդ իդեպ նա հացադուլ էր հայտարարել իր նկատմամբ իրականացված գործողությունները ապօրինի որակելու համար։ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել է 5-րդ ալիքի տնօրեն, 5-րդ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը։ 2020 թվականի մարտի 11-ին ազատ է արձակվել եւ մեղքը հիմնավոր չի համարում։ Դրանից հետո եղել է, ասեցի, հայկական երկրորդ հեռուստաալիքն է փակվել, Երկիր մեդիան է փակվել, ընդ որում Երկիր մեդիայի հաճախականություններ տրամադրվել է Vivarro այդ հեռուստաընկերությանը, որի սեփականատերի եւ իշխանության ներկայացուցիչների հետ առարկայական եւ ոչ հստակ, ոչ պարզ հարաբերությունների մասին մամուլում բազմաթիվ հոդվածներ ու հրապարակումներ կան։ Փակվել է Ար հեռուստաընկերությունը, ես չեմ կարող պնդել, որ դա իշխանությունների
գործողությունների հետևանքով, բայց փաստ է, որ որպես հեռուստաընկերություն եղել է դադարեցրել է իր գործունեությունը։ Ուրեմն փակվել է Անդին հասարակական քաղաքական ամսագիրը, որը ղեկավարում էր հիմա անդիմադիր հայացքներ ունեցող Մերուժան Տեր Գուլանյանը։ Ուրեմն դրանից հետո ուրեմն ներխուժում է եղել Երևան Today խմբագրություն, արգրավել են իրենց համակարգիչները, որոնք մինչ օրս չեն վերադարձվել։ Փակվել է պետական միջոցներով գործող, մշտապես պետական ֆինանսավորում ունեցող Հայաստանի Հանրապետություն օրաթերթը։ Դրանից բացի, ասենք, շատ կոպիտ վերաբերմունք գոյություն ունի իշխանության ներկայացուցիչների կողմից մամուլի ներկայացուցիչների նկատմամբ ընդհանրապես։ Ասենք, օրինակ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանը, որը հետագայում ազատվեց աշխատանքից, բռնություն գործադրեց Media Hub-ի լրագրողի եւ օպերատորի նկատմամբ եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարելու պահին, եւ նա որևէ պատասխանատվության չի ենթարկվեց իր այդ արարքի համար։ Ազգային ժողովում շատ սահմանափակ են լրագրողների գործունեություն, լրագրողների համար նախատեսված ընդամենը մի օթյակ, որ միայն այնտեղից կարող են հետևել ազգային ժողովի աշխատանքներին, այսինքն ազգային ժողովի տարածքում նրանց ազատ տեղաշարժը նկարահանումներ անելը ըստ էության սահմանափակված է։ Ազգային ժողովում մի լրագրող, Media Hub-ի լրագրող, ուրեմն Վահե Մակարյանը, ազգային ժողովի նախագահից հարցազրույցի ընթացքում ազգային ժողովի նախագահին դուր չեն գալի ընդամենը լրագրողի կողմից տրվող հարցերը եւ նա ոչ միայն բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ, այլ նրան զրկում են հավատարմագրումից եւ նա հիմա ազգային ժողովում մուտք գործելու եւ ընդեր լրատվական գործունեություն ծավալելու հնարավորություն չունի։ Ազգային ժողովում լրագրող Անի Գևորգյանին ուղղակի անվտանգության ուժերը 4 կողմից ձեռքերը ոտքերը բռնած հեռացնում էին ազգային ժողովի տարածքից, թույլ չտալով, որպեսզի նա իրականացնի իր մասնագիտական գործունեությունը։ Այսինքն լրագրողների նկատմամբ կամ ասենք падգամավոր կա, անունը Հայկ Սարգսյան, հայտնի որպես շիշ բռնող։ Ասենք լրագրողից վերցնում է իր ձայնարկիչը եւ վերադարձնում է մի քանի օր հետո, հեռախոսը, որ ձայնագրում է, արհամարական վերաբերմունք, վիրավորական արտահայտություններ լրագրողների հանդեպ։ Բայց վերջերս падգամավոր Խաչատուր Սուքիասյանը Հռեփսիմե Ջեբերջյանին տված հարցազրույցում եւ Նարեկ Կիրակոսյանին տված հարցազրույցում ուղղակի վիրավորանքներ է հնչեցնում լրագրողի լրատվամիջոցի հասցեին, որ ինքը ներկայացնում է եւ այդ պահվածքը իշխանական падգամավորների գործիչների շատ սովորական արդեն երևույթ է դառել եւ անպատիժ երևույթ է։ Նրանցից ոչ մեկը չի պատժվում դրա համար։ Կամ ասենք Վահագն Ալեքսանյանը, որը Նիկոլ Փաշինյանի տեղակալն է իրանց կուսակցությունում, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահն է։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ լրագրողներին անվանում է վերբալ մարմնավաճառներ, այսինքն ամբողջ լրագրողական համայնքի հասցեի խուլիգանական որակում է տալի վիրավորելով ըստ էության բոլոր լրագրողներին եւ դրա համար ասում եմ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Իդեպ ասեմ 2020 թվականից, երբ որ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, դրանից հետո ռազմական դրություն, սահմանափակվել է մամուլի գործունեությունը իրավունքի ուժով, որի կարիքը չկար, այսինքն նախ COVID-ը որպես հիվանդություն շատ երկրներում ա եղել եւ կարանտինային միջոցառումները չէր ենթադրում արտակարգ դրության սահմանում։ Արտակարգ դրությունը պետությունը կառավարելու ռեժիմ է, այլ ոչ թե հիվանդության դեմ պայքարի։ Բայց իրենք այդ COVID-ի հանգամանքը օգտագործելով երկար ժամանակ մոտ 1 տարուց ավել երկրում հայտարարված է եղել արտակարգ դրություն եւ սահմանափակվել է մամուլի գործունեություն, այսինքն մամուլը ինչ պիտի աներ հիվանդության տարածման կամ կանխարգելման գործընթացին պետության գործողություններին խոչընդոտելու համար եւ առաջի этаպում առհասարակ արգելվեց որևէ հրապարակումը բացի պետական մարմինների հետ համաձայնեցված։ Սրանք բոլորը տարբեր ժամանակներում ուրեմն դրսևորումներ են եղել, որոնք որ ընդհանուր մոտ էլի կա ցանկը շատ մեծ է, շեմ բոլոր օրինակները ձեզ ներկայացրել եմ, դուք կարող եք դրանք ազատ օգտագործել, ասենք ռեպորտաժը պատրաստելիս ձեր մեկնաբանությունները տալիս, այսինքն
Դրանք ոչ մեկի սեփական տեղեկությունները չեն, որոնց աղբյուրը ես եմ։ Ես փորձել եմ իմի բերել մամուլի տարբեր ժամանակում եղած տեղեկությունները, որոնք ազատ են եւ կարող եք դուք դրանք օգտագործել։ Իդեպ ասեմ նաեւ, որ Հայաստանում շատ են YouTube-յան ալիքները մասնավոր հեռուստաընկերությունները, սա էլ նորմալ երևույթ չի, որովհետեւ սրա իմաստը որն է, հետևանքը, որ հանրային խոսքը սփռվում է, այսինքն շատ հարթակներ են, եւ որևէ մեկի վրա ուշադրությունը դժվար է լինում կենտրոնանալ, այսինքն եթե լինեն, ենթադրենք 5 լրատվամիջոցներ, եւ մարդիկ հետևելով այդ 5 լրատվամիջոցներին իրենց հասանելի կլինի նրանց տված խոսքերը, հիմա շատ սփռված է, այսինքն մեկը ստեղից ասում, մեկը ընդեղից ասում, եւ այտենց մարդկանց մոտ հանրային ըստ էության լրատվամիջոցները կորցնում են հասարակական կարծիքի ձևավորման իրենց գլխավոր ֆունկցիայից, որը մամուլի հիմնական ֆունկցիան է հասարակական հարաբերություններում։ Կներեք, էլի մինչև այդ YouTube-յան ալիքները գնալը, ես ուզում եմ մի հատ վերադառնալ երկու կետ ասեմ, մեկը որ չնայած որ վիրավորանքը ապաքրականացվել է, մենք գիտենք դեպքեր, որտեղ իրանք փորձում են այլ օրենքներ օգտագործել, օրինակ Նարեկ Սամսոնյանի դեպքում խուլիգանությունը, բայց նաև այնտեղ հայհոյանք ասում են, քանի որ օգտագործել է հայհոյանք եթերում, դա խուլիգանություն է, ասենք, համարվում։ Բայց ուզում եի հարցնել ձեզ, այս ճնշումները ընդհանուր ինչ տեսակի ֆոն են ապահովում ազատ, ասենց ասեմ, ժուրնալիստական լրագրողական համայնքի համար Հայաստանում եւ երկարաժամկետ, ասենք, ժողովրդավարական առողջության համար, էլի, քանի որ չեմ կարծում, որ սրանք անհետևանք դեր կունենան ժողովրդավարության զարգացման համար։ Այո, սա բռնապետության ուղիղ նշան։ Տեսեք, օրինակ ձեր բերած ինչից որ սկսեցինք մեր զրույցը, իմ դեմ ուղված մեղադրանքը, դա գտել են քրեական օրենսգրքում մի հոդված, ոչ վերաբերելի իմ գործողություններին, եւ այդ հոդվածով իսկ մեղադրանք են առաջադրել ազատ խոսք սահմանափակելու համար ընդամենը։ Կամ ասենք օրինակ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործը, չէ՞, ասենք խուլիգանություն են որակում մասնավոր YouTube-յան ալիքում իրենց հեղինակած հաղորդաշարում իրենց արտահայտած խոսքը, այսինքն որը որևէ կերպ չի տեղավորվում խուլիգանության հանցակազմի հատկանիշներին, որովհետև խուլիգանության զոհ կարան լինեն ոչ թե մարդիկ, ովքեր միացրել հատուկ լսում են այդ հաղորդումը, այլ որ ենթադրենք փողոցում տեղի ունենում մի իրադարձություն, որ քո կամքից անկախ դու լսում ես հայհոյանքներ, բաներ, որ դու ստիպված ես դա անել, որովհետև քո կամքից անկախ անդեր։ Իսկ բացարձակ չի վերաբերում։ Այդ հոդվածը ոչ վերաբերելի հոդվածով փորձում են լռեցնել մարդկանց, այնել ինչ ձևով, այտենց հրապարակային ձերբակալություններ, դաժան ձևով, այնց ոնց որ կձերբակալեին դեպքի վայրից ամենածանր մարդասպանությունը կատարած հանցագործին։ Բայց դա անում են ընդամենը մի քանի օր առաջ իր սենյակից YouTube-յան իր մասնավոր ալիքից հաղորդում հեռարձակած հանրային գործին։ Այո, ես լրիվ համաձայն եմ, որ սա խոսքը լռեցնելու, խոսքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու շատ բիրտ, շատ հետամնաց մոտեցում ու դրսևորում է։ Հիմա եկե հասել է նաև իմ քրեական գործին, չէ՞, նույնը մյուս քրեական գործին, այսինքն Արմեն Գրիգորյանին, որը մահացավ դատարանում, մի քանի ամիս առաջ խոսք էր հնչեցրել, մի քանի ամիս առաջ Հայելի Ակոբում իր խոսքով անցնում է ամիսներ, գնում են ձեռները հատուկ դիմակավորված աշխատողների կողմից, նրանց ձերբակալում են, բերում են, գործ են հարուցում, ասում են ատելության խոսք է տարածել։ Այսինքն այդ ատելության խոսքից ոչ մեկը չի տուժե, դրանից հետո որևէ մեկը որևէ հանցանք չի արել, որ հետո իր ցուցմունքներով ասի, որ ես լսել էի Արմեն Գրիգորյանի խոսքը, դա այն վրա ազդեցություն է թողել, եւ ես գնացել եմ, ենթադրենք կոնկրետ սոցիալական խմբի մարդկանց, գյումրեցիներին ենթադրենք, սպանել եմ, որովհետեւ ինքը իմ մեջ սերմանել է ատելություն այդ մարդկանց նկատմամբ։ Իսկ ոչ մի տես բան չի եղել։ Ընդամենը մարդու մասնավոր ալիքում, YouTube-յան ալիքում Հայելի Ակումբից հնչեցրած խոսքը դարձել է նրա դեմ քրեական վարույթի պատճառ եւ ըստ էության իր նկատմամբ այնպիսի միջոցներ են ձեռնարկել, որը հանգեցրել է նրա մահվանը դատարանի նիստերի դահլիճում։ Սրանք նորից եմ քիչ առաջ ես ասում եի մեկ ուրիշ լրատվամիջոցի ղեկավարի մահը բանտում,
Հասկանում եք, ասենք ցանկացած ժողովրդավարական երկրում սրանք խոսում են Եվրամիության անդամ դառնալու իրենց մտադրությունների, հավակնությունների եւ այլնի մասին։ Դուք պատկերացնում եք, ասենք այտենց մի բան լինի Դանիայում։ Ես անկեղծ ասած չեմ պատկերացնում։ Ասենք այտենց մի բան լինի Նիդերլանդներում, որ մարդը իր խոսքը արտահայտելու համար մեկ էլ հայտնվի բանտում ու նրա իրավունքները, ազատությունները սահմանափակվեն։ Դա ուղղակի բացառվում է։ Ու ամենայն դեպս չի եղել այս բանը։ Ես որոշ օտարերկրյա, ասենց ասեմ, դիվանագետների հետ զրույցներում ես վերջերս Հայաստանում, երբ որ այս հարցը բարձրացնում եմ, զգում եմ, որ ակնհայտ կողմնակալ մոտեցում ես կառավարության հետ կապված, բայց ինչ են իրանք ցիտում, որ տեսեք, մեր մոտ էլ հիմա այդքան լավ չի խոսքի ազատությունը եւ Ամերիկայում օրինակ եթե ուսանող ես եւ համալսարանում ինչ որ մի հատ ցույցի մասնակցես Պաղեստինի օրինակ եթե ցեղասպանության դեմ, քեզ կարող է, եթե իմիգրանտ ես, քեզ կարող է երկրից արտաքսեն, բայց չի ուզի այդքան շատ խորանալ, բայց պարզ է, որ ընդհանուր Հայաստանում ոչ թե ընդհանուր ֆոնն է վատ, այլ կողմնակալ ձևով է դա օգտագործում եւ այն դեպքերում, երբ որ պրոիշխանական մեդիաները կամ պրոիշխանական գործիչները այդ նույն հանցանքները, այսպես ասած, անում են, դրանց դեմ ոչ մի բան չի կիրառվում։ Ես չեք համաձայնվի դրա հետ։ Ասենք ես հիշում եմ կադրեր, որ կարմիր բերետավոր ոստիկանները մտնում են համալսարանի տարածքներ, ակադեմիական հաստատության տարածք, ուսումնական process-ի պահին։ Եվ համալսարանից դուրս են բերում բոլորի աչքի առաջ ֆիզիկական ուժի գործադրումով ուսանողների, որոնք որ քաղաքացիական անհնազանդության գործողություններ են անում, այսինքն ասում են բերեք դասադուլ անենք, ինչը իրենց սովորական քաղաքացիական իրավունքն է։ Ընդ որում հիմիկվա պայմաններում, երբ որ կրթությունը վճարովի է, եւ յուրաքանչյուր ուսանող ինքն է որոշում ուսումնական պարապմունքի հաճախի թե չհաճախի դասատությունը իրան է պատկանում, պետությունը չի վճարել իր կրթության համար։ Եվ այսինքն ոստիկանները մտնում են բիրտ ուժով, ասենք ընդ որում դա անում են նաև Հայաստանում ամերիկյան համալսարանից, այսինքն ամերիկյան համալսարանից ուսանողներ են բերման ենթարկվել կարմիր բերետավորների կողմից։ Ու նույնիսկ չի որ իրանք մեղք են գործել։ Հետո տանում են ոստիկանության բաժիններ, ոչ մեղադրանք առաջադրվում, ոչ վարչական պատասխանատվության են ենթարկվում, ոչ դատարանով այդ 50,000 դրամ վարչական պատասխանատվության գումար են ուզում, ոչ մի բան, այնքան որ ցուցադրական ուժ են կիրառում, ցույց տալու նաև մյուս նախ այդ արած մարդկանց պատժելու, որ տեսեք մենք ձեզ կպատժենք, եւ նաև մյուսներին վախեցնելու համար, որ տեսեք դուք երբեք չհամարձակվեք իրականացնեք քաղաքացիական անհնազանդության գործողությունը, նույն ճակատագրին դուք կարժանաք։ Սա վատ բաների մասին է խոսում։ Իհարկե։ Լավ, անցնենք շատ կարճ on-line մեդիաներին եւ ես անձամբ ուսումնասիրություն եմ արել դիտելիությունը տարբեր YouTube-յան ալիքների եւ իրանց նաեւ փորձել եմ դասակարգել այդ ալիքները ըստ իրանց ոնց որ կողմնակալությանը, եթե չեզոք են կամ պրոիշխանական կամ պրո-ընդդիմական եւ նաեւ դասակարգել էի այդ կեղծ լուրեր fake news perfect TV, այսպես ասած ալիքները եւ հետաքրքիր բան է ստացել, որ օրինակ հեղափոխության ժամանակ 2018 թվականին մոտարապես 70%-ը մեդիայի, այսինքն 2018-ից 2021-ի հատվածում, մանավանդ 21-ի ընտրությունների հատվածում մոտ 70%-ը կոնտենտի դիտելության գնում էր կամ պրոիշխանական ալիքների, կամ օտարերկրյա ֆինանսավորվող ալիքների, օրինակ Ազատություն, կամ էլ հենց այդ ակնհայտ այդ fake news տարածող Perfect TV-ներին եւ այդ Perfect TV ալիքների կշիռը շատ մեծ էր, 45% մոտարապես ընդհանուրի։ То есть ասենք 45% fake news-ներ ակնհայտ, մի 15% պրոիշխանական, 15% պրոընդդիմական եւ մի մասը չեզոք, մնացածն չեզոք։ Ձեր կարծիքով այս կեղծ դուք ասացիք, որ հիմա մարդիկ ավելի քիչ են դիտում հեռուստատեսությունը եւ գնում են դեպի ինտերնետային ալիքներ, ինչից է դա վստահելիության խնդիր է, թե հուսալիության եւ նաեւ ինչու են մարդիկ դիտում այդ կեղծ լուրերը, մանավանդ Perfect TV ալիքները։
Ես չեմ կարող ասեմ, թե մարդկանց մոտիվացիան ինչ է, այնտեղ հիմնականում վերնագրերն են ավելի շատ կանչող, չէ, դրանք դնում են այտենց անմիտ, բայց այտենց շատ տպավորիչ վերնագրեր, ասենք Բաքուն անցավ ջրի տակ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ապտակեց Իլհամ Ալիևին, չգիտեմ, սենց հիմարություններ, որոնք որ կարող է շատ մարդկանց որպես նյութ վերնագիր գրավիչ են թվում եւ նրանք մի քանի րոպե նայում են այդ տեսանյութերը, ինչը ապահովում է որոշակի դիտելիության ցուցանիշ։ Բայց իրականում խնդիրը այն է, որ առհասարակ անգամ լուրջ կոնտենտ, որակյալ կոնտենտ տվող լրատվամիջոցների քանակը չափազանց մեծ է Հայաստանում։ Այսինքն բազմաթիվ հեռուստաալիքներ, բազմաթիվ YouTube-յան ալիքներ, մասնավոր լրագրողներ իրենց ալիքներն են բացում եւ այլ, եւ այդ հանրային խոսքը սփռվում է, ցրվում է։ Ու ասենք, եթե այդ Perfect TV-ում, չգիտեմ, ինչ որ մեկը մի հատ տեսանյութ դնում, կարող ունենա 100,000 դիտում, իմ օրինակ հարցազրույցները ես պահում եմ իմ վիճակագրությունը, հաշվառում եմ, ասենք միջինը նայում է ընդհանրեն 20,000 մարդ։ Ինչը որ լայն հասարակության առումով շատ մեծ ցուցանիշ չի։ Չէ, ասենք թե մեծ հասարակության մեջ ընդամենը 20,000 դիտում մի հաղորդմանը։ Դրա համար ասենք ես օրինակ հիմա շատ հեռուստաընկերություններ եմ գնում, ու ասենք որոնք ինձ հրավիրում են, ես իմ նախաձեռնությամբ ոչ մի հարցազրույց չեմ տալի, բայց չեմ էլ մերժում, որպեսզի որովհետև ամեն մեկը ոնց որ ունի իր որոշակի լսարանը, եւ ամեն մեկը արդեն գիտի, մի մարդկա մենակ Հայլի է նայում, մարդկա մենակ 168-ն է նայում, մարդկա 24 News-ը նայում, մարդկա, չգիտեմ, այս ալիքներն է նայում, չէ՞։ Ամեն մեկը ոնց որ իր համար նաեւ գաղափարապես ընդունելի է համարում մի կոնտենտ, կապվել է դրա հետ եւ միայն առավելապես այդ ալիքներն է նայում, այդ YouTube-յան ալիքներն է։ Բայց դրանով մասնատումը շատ մեծ է։ Եվ հիմա էլ ինչ է եղել, դա էլի այդ լրատվամիջոցները ինքը Հայաստանում դա այն գործունեությունը չի, որ շահաբեր բիզնես լինի։ Դա կամ ֆինանսավորվում է հիմնադիրների կողմից, այսինքն քաղաքական ուժեր կամ գործարարներ կամ չգիտեմ մարդիկ, ովքեր ուզում են իրենց խոսքը հասանել լինեն հանրային որոշակի սեգմենտ, իրենք են աջակցում պահում որոշակի լրատվամիջոցների, դա բնականաբար ազդում է այդ լրատվամիջոցի ազատության, իր էության վրա, որովհետև ինքը արդեն որոշակի ուղղորդում է ունենում, ակամա մտնում է սահմանափակումների մեջ։ Կամ պետք է ինքը կոմերցիոն գործունեության հիմքով ծավալ իր գործունեությունը, այսինքն գովազդներ ներգրավ, բայց քանի որ իրանք շատ են, գովազդատուների մեծ լսարաններ ամեն մեկը չունի, գովազդատուների համար դառնում են ոչ շատ հետաքրքիր։ Դրա հետ միասին էլ այս վերջերս պետությունը, իշխանությունները մի որոշում ընդունեցին, այդ տիրույթում գովազդի սահմանափակումներ մտցրեցին։ Մասնավորապես, ասենք, այս շահումով խաղերի խաղատնային գործունեության գովազդը արգելեցին։ Իսկ նրանք, ասենք, գրեթե բոլոր լրատվամիջոցներին նաև գովազդ էին պատվիրում, ինչը օգնում էր, որ այդ լրատվամիջոցները որոշակի անկախություն ունենան եւ գործեն։ Որում իրանց նպատակը ես չեմ կարծում, որ ազնիվ են իմաստով, որ ուզում են առհասարակ խաղատնային գործունեությունը, խաղադրույքներով այդ խաղերի գործունեությունը սահմանափակեն, որովհետեւ այդ ինքը որպես ոլորտ շարունակում է աճել ցավոք սրտի, ինքը կա, ուղղակի արգելել են, որ ինքը լրատվամիջոցներին փող տա։ Եվ դրանով նաև ֆինանսական ծանր դրության մեջ են դրել լրատվամիջոցներին, որոնց հիմա շատերը ֆինանսական լուրջ ճգնաժամի մեջ են հայտնվել եւ փակման վտանգի տակ են կամ կաշկանդված են արդեն իրենց խոսքով։ Իրանք ստիպված են ընտրել կոնկրետ հովանավորներ, կոնկրետ մարդկանց աջակցությունը, ինչը որ իրենց գործունեությունն է սահմանափակում։ Արդյունքում տեսեք, հանրային տիրույթը պետության կողմից վերահսկվում է, մասնավոր տիրույթը կարող ենք ասել բաց է հասանելիության իմաստով, բայց դրա կոնտենտը խիստ վերահսկվում ազատ խոսքի սահմանափակումներով, այդ խոսքի նկատմամբ քրեական վարույթներ սկսելով, քաղաքացիական հայցերով, հետապնդումների իրականացնելով մարդկանց իրենց խոսքի, տեսեք, ասենք օրինակ բանը, չէ՞, Ղարիբ Բաբայանի գործը։ Facebook-ը ազատ է, մարդը մի հատ տեսանյութ է հրապարակում ադրբեջանցիների երգելու վերաբերյալ ու անմիջապես իրան ձերբակալում են։ Հիմա, այսինքն այդ տիրույթը բաց են թողել ոչ թե ազատ խոսք ասելու համար, այլ մարդկանց բռնելու համար։ Տենց է ստացվում, էլի, որովհետև դա չի ծառայում իր բուն նպատակին, որտեղ ազատ խոսք հնչի։ Այսինքն կարա հնչի միայն այն խոսքը, որը իշխանությունների համար քաղաքական առումով որևէ վտանգ չի ներկայացնում։
Օրինակ կարելի է անսահման գովել իշխանություններին։ Օրինակ, եթե ես հիմա ասենք թե փոխեմ իմ մոտեցումը, եւ սկսեմ միայն գովել եւ փառաբանել, ցենց լայվը միացնեմ, ու առավոտից երեկոն փառաբանեմ, ասում գնել Սարգսյան։ Իրան երբեք որևէ մեկը պատասխանատվության չի, իրան չեն կանչելու, ասեն գիտես, ինչ դու ինչ ես գովում ես, իրան ինչ գովալու բանա որ դու գովում ես, չէ՞, այդ բանը իրան ոչ մեկ չի ասելու։ Այսինքն այս իշխանություններին կարելի է գովել, այդ քննադատել չի կարելի։ Բայց մի բան է, դուք չեք գտնում, որ նաև ապատեգատություն տարածելու մեջ հենց կառավարություն շատ մեծ դեր ունի։ Օրինակ, ասենք Ստելլա Սարուխանյանին, եթե ծանոթ եք, Աննա Հակոբյանի օգնականը, նա այդ fake news ալիքների շատ, ասենք, նախկինում եղել իր եղբայրը, եթե չեմ սխալվում, եղել այդ fake news ալիքների հենց պատասխանատուն եւ իր ձայնը հենց օգտագործվել այդ լուրերը տարածելու եւ միանգամից նա դա հայտնվում է որպես Աննա Հակոբյանի օգնական։ Ուզում ասել, որ մի քիչ ավելի անմիջական դերել ունի կառավարությունը այստեղ։ Դուք կարաք շատ հանգիստ այդ ցանկում նշեք վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանին, որը ուրիշ ոչ մի բանով ըստ էության վարչապետի աշխատակազմում չի զբաղվում, քան տեղեկատվական հոսքեր կառավարելու։ Վարչապետի աշխատակազմում կա տեղեկատվական, չգիտեմ ինչ, մի հատ պոակ, հենց տենց էլ ասում են, էլի, ֆեյքերի պոակ։ Հանրային կապերի, չգիտեմ ինչ, պետական ոչ առևտրային կազմակերպություն, եւ դա հանրության մեջ հայտնի է որպես ֆեյքերի պոակ։ Այսինքն այնտեղ պետական բյուջեով մարդիկ աշխատավարձ են ստանում, կեղծ թեզեր տարածելու, քննադատների նկատմամբ վիրավորանքներ տարածելու, հիմնականում դա արվում է ֆեյքերի միջոցով։ Օրինակ, ես իմ Facebook-յան պրոֆիլը փակել եմ մեկնաբանությունների համար բոլոր օգտատերերին, թողել եմ միայն իմ ընկերներին։ Ու պատճառը ոչ թե այն է, որ ես չեմ ուզում լսեմ, թողնեմ, ասենք, դաշտը ազատ մեկնաբանությունների համար, այլ որ մի պահ կար, որ գրող տեսա իմ էջի վրա կոմենտների, որոնք միայն հայոյանքներ էին, ես չեմ ուզում իմ էջի վրա հայոյանքներ լինի, ու ասենք ես չէի հասցնում դա ջնջել այդ բաները, որովհետև հետո իմանում եմ, հետաքրքրվում եմ, որ ասենք մի հոգին կարող է միաժամանակ Facebook-ի 20 պրոֆիլ է իր կոմպյուտերից կառավարում, ու ինքը ունի 3 հատ կոմպյուտեր, այսինքն ինքը նստած է մի հոգի, 3 հատ լապտոպ է իր մոտ դրած, ամեն լապտոպի վրա բացածակ Facebook-ի 20 հատ պրոֆիլ, ու իրանք ստանում են խմբեր ունեն, մի հատ հաղորդագրություն, որ հարցակվում ենք, ենթադրենք Էդգար Ղազարյանի վրա, ու միանգամից այդ մի հոգին 60 հատ կոմենտ ու հայհոյանք իմ էջում գրում է, որ ես չեմ հասցնում, կառավարեմ դա, դրա համար ես փակեցի իմ էջը, կարգավորումները փոխեցի, թողեցի, որ մեկնաբանություն գրեն միայն նրանք, ովքեր իմ ընկերներն են, որպեսզի կարծում եք դա ուղղորդված է։ Այո, ես ակնհայտ էր, որովհետև գրում են նույն բանը, այսինքն ստացվում է ոնց որ իրանց ասում են, այս հաղորդագրությունը դրեք իր էջի, դրեք իրան թագարեք, չգիտեմ, իր կոմենտներում, որովհետև բոլորը նույն բանն են գրում։ Ու որ նայում եմ հետո, ասենք, երբ որ փակել էին, նայում այդ էջերը բլոկ անելուց առաջ, ոչ մի իրական օգտատեր չկար։ Ասենք, ծաղիկների աշխարհ, չգիտեմ ես ինչ, Արյան, Վանշան, ասես ինչ մի հատ տատիկ է, ասենք, տենց վարդերով նկարված է։ Արև, այսօր անապատի նկարը, չգիտեմ, միտեղից արև է, բան, այսինքն ինքը երևում է, որ այդ իր, ասենք, լայվ իվենտներ չկա, իր լայվ բանը, ասենք, ֆիդա ազատ է, այնտեղ նշած չի, որ ինքը ես ինչտեղ գնացել է համերգ, ես ինչտեղ ես ինչին հետ թագար է, բան, այսինքն ակնհայտ կեղծ օգտատիրոջ տպավորություն է։ Ու տենսները շատ են, ու դրանք բարձր չէ, որ ոչ մի նորմալ մարդ չի նստի տենց էջ կառավարի, դա նշանակում է ուղղորդված է, թելադրված է եւ այլն։ Եվ սրանով իրանք փորձում են հարային կարծիքը ձևավորեն։ Չէ, այսինքն մտնում են գրում են, գետադեն քեզ մի վիրավորանք, ասենք մի հատ կեղծ տեղեկություն։ Դու ենթադրենք, որ Լեհաստանում, Հայաստանում դեսպանները ընդ փող էին ուտում, թե ով է փող կերե, ինչ փողակեր է, դու էդի չես, չէ, հիմար ինչ-որ մի բան։ Ու դրանով իրանք մարդու կերպար են փորձում արատավորել, բանաներ տարածել եւ այլն, ու դա հստակ ուղղորդվում է։ Այսինքն, եւ դա այն տիրույթում է, որը կոչվում է ազատ, այսինքն Facebook-ը ազատ է, եւ այդ տիրույթը ազատ է։ Նույնը հիմա ասենք YouTube-ում, չէ, ես հետևում եմ իմ մասնակցությամբ, եթե տեսանյութեր կան, հիմա ասենք թե եթե այս հարցազրույցը դուք դնեք
YouTube, ես հետաքրությամբ նայում եմ։ Ասենք քանի դիտում ա եղել, ամեն մարդու հետ դա հետաքրքիր է, քանի դիտում ա եղել, քանի հավանում ա եղել, ինչ մեկնաբանություններ կան, չէ։ Երբ որ նայում ես մեկնաբանություններին, դրական կարծիք արտահայտող մարդիկ որպես կանոն իրական օգտատերերն են։ Վիրավորանք, հայհոյանք, անպատվություն գրողները կեղծ օգտատերեր են։ Այսինքն նայում ես հետո իր պրոֆիլը, չես կարող հասկանալ, դա մարդ է, թե իրական մարդ է, թե չէ։ Ու հիմնականում ասենք ընդդիմադիր կոնտենտի նկատմամբ այդ հարձակումները կեղծ օգտատերերից է։ Նշանակում է, որ իշխանության կողմից վերահսկվող է, այսինքն այդ տրամաբանական կապ այնքան հստակ է, որ այնտեղ պետք չի մասնագետ լինել, էլի, մեդիա ոլորտի դա։ Շատ լավ, պարոն Ղազարյան, շնորհակալություն, որ մեզ հյուրընկալվեցիք եւ հուսամ, որ ապագայում շատ կունենանք այսպիսի թեմատիկ զրույցներ։ Ես եմ շնորհակալ ձեր ցուցաբերած հետաքրքրության եւ ուշադրության համար։ Ստեսություն։ Ստեսություն։ Այսպիսին էր այսօրվա մեր հարցազրույցը։ Մենք զրուցեցինք Էդգար Ղազարյանի հետ, տնտեսագետ եւ դիվանագետ։ Նա 2012-ից 2014 թվականներին եղել է Վայոց ձորի մարզպետ, որից հետո նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեհաստանում, պաշտոնավարելով մինչև 2018 թվականը։ 2019 թվականի հունվարից Ղազարյանը դարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար, պաշտոնավարելով մինչև 2022 թվականը։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, հավանեք, կիսվեք եւ մեկնաբանություն ավելացրեք այս տեսանյութի տակ։ Գտեք մեզ սոցիալական ցանցերում եւ հետևեք մեզ ամենուր, որտեղ ստանում եք ձեր տեղեկությունը։ Հողումները գտնվում են հաղորդման մեկնաբանություններում։ Շնորհակալություն լսելու եւ դիտելու համար։ Մինչ հաջորդ հանդիպում։